Բարև ձեզ, ուրեմն հիվանդը 10 օր է շունչի նեղությունից է տարաբում և հազից է տարաբում, ուրեմն թաց հազ է հիմնականում եղել, հատկապես գիշերները, բայց շունչի նեղությունը նաև նշում է, որ ուտելուց հետո էլ է լինում, այսինքն մի բան ներկուց ինքը հանգիստ չի զգում, էլի շնչառության հետ կապված, թոքերը լսեցիք, չնայած ընդհանուր տեսքը լավ է, այսինքն թույլ չէ, հոգնած չէ, բայց հիմնային հատվածներում երկու կողմից լավ արտահայտված թոքերի խզոցներ ենք լսում, հիմնականում հիմնային հատվածում, որը շատ նման է թոքաբորբի, դրա համար իրան ուրեմն թոքաբորբի բուժում ենք նշանակում առայժմ երկու դեղորայքով և մի հատ էլ դեղորայք ուրեմն ավելացնում ենք այդուцի և գպումների համար և իմուն համակարգի դեղ ենք նաև նշանակում, որպեսզի բարելավի իմունիտետը և փորձենք այդ թոքաբորբը կամ ինֆեկցիան հիմնականում բան անենք, էլի դեղորայքով հնարավորինս ուրեմն սպանենք միկրոբները, ճիշտ է միկրոբների տարբեր տեսակներ կան, դրա համար ես գերադասում եմ երկու տեսակի ուրեմն դեղորայք նշանակել այսպես և անպայման պիտի խնդրենք 10 օրից նորից կրկնակի այց կատարվի, որպեսզի տեսնենք, եթե տարբերություն չկա դեղորայքային բուժումից հետո, անպայման մի հատ թոքերը նկարենք։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, ուրեմն հիվանդը մի քանի օր է հազում է, չոր հազ չի, թաց հազ է և ինքը մի քանի օր է ջերմում է, մի հատ կարող եք հազա զգում եք, հազալու ժամանակ ուրեմն սուլոցներ լսում եմ այստեղ, այսինքն այստեղ կա նեղացում բրոնխների, մի հատ խորը շունչ կաշել և միևնույն ժամանակ բացի նեղացումից բրոնխների նաև լսում եմ թաց խզոցներ, այսինքն բրոնխիտ, լավ բրոնխներին է իջել ինֆեկցիան, դրա համար և ջերմումը և խզոցներ լսում ենք, այսինքն բրոնխները բորբոքել է արդեն գրիպը, սկսել է գրիպը, հետևակի գրիպ, բայց իջել է թեպի բրոնխներ, ինֆեկցիա և շնչառական ուղիների նեղացում ունենք, քանի գանգատների մեջ նաև ինքը նշում է, որ շունչի նեղություն ունի, այսինքն պետք է բորբոքումը կամ բրոնխիտը բուժենք և պետք է անպայման այդ բրոնխների նեղացումը բուժենք դեղորայքով, որպեսզի հիվանդը հանգստանա։ Բարև ձեզ, ուրեմն հիվանդը տարաբում է ուրեմն հազից և շունչի նեղությունից, մոտ 10 օր է և 40 տարի է ինքը սիգարետ ձխող է եղել, ուրեմն նախ և առաջ թթվածինը նայում եմ, չափում եմ երկու սարքով և երկու սարքով էլ ցածր է ցույց տալիս, այսինքն 88 է այստեղ և կարմիր լույսով ինքը վարում է, որ ալարմ է, ցածր է թթվածինը, այստեղ նույնպես 89, իմ մոդելը 89, երկրորդը ուրեմն թոքերը լսում ենք, քանի որ սիգարետ ձխող է եղել, ինչպես գիտեք, սիգարետը խնդիր է թոքերի համար և այստեղ չոր և թաց խզոցներ ենք լսում և հիվանդը ունի շունչի նեղություն և ընդհանրապես խորխել ունի, այսինքն այստեղ քանի որ ինքը սիգարետ ձխող է եղել և չի հետազոտվել, այստեղ ուրեմն գործ ունենք խրոնիկ բրոնխիտի, օբստրուկտիվ բրոնխիտի մասին, որը շատերին հայտնի չէ, ցավոք սրտի սիգարետի հետևանքով է, իհարկե իր մոտ այս պահին սրվել է, քանի որ ինքը մրսածություն էլ ունի, այսինքն հարփուխ էլ ունի, հարփուխի ֆոնի վրա ինքը խրոնիկ օբստրուկտիվ բրոնխիտը ավելի է նեղացել, դրա համար անպայման մի հատ ուրեմն պիտի անենք EKG և մի հատ էլ անպայման թոքերի ռենտգեն, կարևորը թոքերի ռենտգենն է, բայց ապահովության համար EKG էլ անելու ենք, որպեսզի տեսնենք սրտի հետ կապված ամեն ինչ նորմալ է, թե չէ, որտեղ հիվանդը հեղոց ունի և բուժում ենք նշանակել, անպայման ուրեմն բորբոքման համար այստեղ ուրեմն դեղորայք ենք տալիս և սպրեյով անպայման ինհալացիա ենք խորհուրդ տալիս և իմունիտետը ուժեղացնող դեղ ենք տալիս և բրոնխները անպայման պետք է լայնացնող դեղամիջոց այստեղ նշանակենք և ընթացքը տեսնենք, հսկենք, հույսով ենք, որ շուտով լավ կլինի։ Շնորհակալություն։